Բարև ձեզ, եթերում 1000-ից հաղորդաշարի տոնական թողարկումն է։ Ամփոփելով 2025 թվականը, ուզում եմ ուրախությամբ փաստել, որ մեր հաղորդումների ընթացքում հյուրերի կողմից բարձրացված խնդիրները անարձագանք չեն մնացել։ Մեր հեռուստադիտողները օգնության ձեռք են մեկնել նրանց, ովքեր ունեցել են դրա կարիքը։ Այս առիթով ուզում եմ նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր գործընկեր Ձեռժապային ընկերությանը, որի աջակցության շնորհիվ մեր հաղորդումների շարունակական հեռարձակումը հնարավոր դարձավ։ Բացի այդ, մեր հյուրերի բարձրացած մտահոգություններն ու խնդիրները ոչ միայն հնչեցին, այլ նաև իրական լուծումներ ստացան։ Եվ տարին ամփոփելով դրական նոտայով, այսօր մեր հյուրը մի մարդ է, ում պատմությունը ամենաշատն էր հուզել մեր հեռուստադիտողներին։ Խմբագրություն ստացվող նամակներն ու զանգերը չէին դադարում, իսկ թե ում մասին է խոսքը, կիմանանք վայրկյաններ անց։ Բարև ձեզ, ես Վահե Հակոբյանն եմ, այն տղան, որ ընդունելության համար երաժշտական քոլեջում պարապել է ուսացուցիչ Դավիթ Կայրանում, որովհետև հնարավորություն չունեի դաշնամուր գնալու եւ պարապել իմ սեփական դաշնամուրի վրա։ Շատերն էին գալիս այդ օր ինձ նկարահանելու, այդ նկարահանումներից մեկը հայտնվեց համացանցում։ Երկրորդ կուրսի ուսանող եմ Ռոմանոս Մելիքյանի անվանի երաժշտական քոլեջում եւ ավելի մոտ եմ իմ մեծ երազանքին մեծ դաշնակահար դառնալու համար։ Ջան, շնորհակալ եմ եւ շատ ուրախ եմ նորից քեզ տեսնել մեր եթերում, բայց ոչ տաղավարում, թե ինչու տաղավարում չենք, քիչ հետո մեզ դիտողները նաեւ այդ մասին կիմանան։ Ես անկեղծորեն ուզում եմ ասել, որ քո պատմությունից հետո մենք առավելագույն հույզերն ու էմոցիաներն ենք ապրել, որովհետեւ մինչ այսօր զանգերը խմբագրություն չեն դադարում, բոլորն ուզում են քեզ օգնել։ Բայց մինչ կանցնենք, արդեն կխոսենք քո հաջողության պատմության մասին, ուզում եմ շատ կարճ ամփոփ ներկայացնես, թե ինչ դժվարությունների միջով ես դու անցել այսքան երիտասարդ տարիքում։ Ես նաև մեր նախորդ թողարկման հղումը կդնեմ մեկնաբանությունների դաշտում, ովքեր ցանկություն կունենան կարող են դիտել։ Հիմա մի փոքր պատմիր, թե ինչ դժվարության միջով ես անցել։ Նախ եւ առաջ առաջին դժվարությունը այն էր, որ ունեի սեր դաշնամուրի հանդեպ, ընդհանրապես երաժշտության հանդեպ, բայց չունեի հնարավորություն։ Ինչու։ Առաջին դժվարությունը այն էր, որ տեղափոխվեցի Ռուսաստան ու մանուկ էի դեռ մի 5-6 տարեկան։ Տեղափոխվեցինք Ռուսաստան, հորեղբորս տուն, քանի որ ծնողներս նորմալ լեզու չէին տիրապետում, ես նույնպես, եղբայրս նույնպես։ Այնտեղ դժվարություններ եք ունեցել Շատ մեծ դժվարություն ենք ունեցել։ Քանի տարի եք Ռուսաստանում ապրել։ Մոտավորապես 14-15 տարի։ Շատ լավ։ Եվ երբ որ արդեն Հայաստան վերադարձաք, Հայաստանում ինչ խնդիրներ ունեիք։ Հայաստանում առաջին խնդիրը հենց բնակության խնդիրն էր։ Ռուսաստանում երաժշտական ավարտելուց հետո տեղափոխվեցինք Հայաստան, ընդհանրապես Ռուսաստանի ուզում շարունակեի կրթությունս երաժշտական, բայց փաստաթղթերի որոշ խնդիրների պատճառով ինձ չվերցրեցին ուղղակի որպես ուսանողի, դրա համար ստիպված տեղափոխվեցինք Հայաստան։ Ցավոք մորաքույրս մահացել էր, մայրիկիս մեծ քույրը, ամենամեծ քույրը ընտանիքում նա էր, ու բոլոր երեխաների համար նա որպես մայր էր համարվում։ Եկանք Հայաստան, տեղափոխվեցինք, ծնողներս ծանր առողջական վիճակի մեջ էին, հայրս սրտային, մայրս չէր կարողանում անկողնային հուժում էր ստանում, չէ՞։ Անկողնային հիվանդ էր, այո։ Ռուսաստանում սխալ բուժումների ինչ-որ բաների պատճառով։ Այսինքն տան ամբողջ հոգսն էր նաև քեզ վրա, ինչ էիր անում։ Տենց առավոտվա 6-ին հելնում էի այնտեղ հավերին ճիվերին, տենց են ասում ընդհանրապես կեր էի տալի բան էս կոմենկոմ։ Հայրս էլ ինչով կարողանում էր նայել էր ինչ-որ բան անում,
տանը, բայց հիմնականում ես այնտեղ ճաշեպելա, բոլը մաքրելա այնտեղ, աման լվանալա, ընդհանրապես դա բանը տնային հոգսերն էի էլի կատարում։ Դաշնամուր չունեիք տանը։ Չէ, այդ վաղ դաշնամուր հələ ունեինք Ռուսաստանում։ Տանը, այստեղ արդեն Հա, Հայաստանում։ չէ, Հայաստանում Արագածավան գյուղում եք։ Արագածավան գյուղում 4 ամիս մենք ապրել ենք բանից տունը, իմ հորեղբորս տունը։ Իսկ դաշնամուրի հարցը ոնց էիր լուծում։ Հարևաններ բաներ կային, որ դաշնամուր ունեին, բայց ահավոր վիճակում էր այդ դաշնամուրը ու անհնար էր ինչ-որ մի նվագել բան։ Իսկ որտեղ որ կար դաշնամուր, այնտեղ արդեն բան փոքր երեխա կար, որ շատ հաճախ էր քնում, արդեն չի հասցնում նորմալ պարապել բան, որ ընդհանրապես ճիշտ ասած հույսս կտրել էի, որ տեղափոխվել ենք Հայաստան, որ կարող եմ շարունակել կրթությունս։ Դու նաև դպրոցում տեղադրված դաշնամուր կար այնտեղ էր, չէ՞, որոշակի ժամանակահատված։ Ցավոք ինձ ամենավերջին պահին մենք հասկացանք, որ իմ բարեկամները հորական կողմից բակ են աշխատում բանում, այդ հանրակրթական դպրոցում, այնտեղ կար շատ լավ դաշնամուր, որի վրա կարող էի պարապել։ Դու շաբաթական քանի օր էիր գալիս հասնում Սասունցի Դավիթ կայարան, ինչքան էիր այդտեղ պարապում եւ հետ վերադառնում։ Շաբաթը 1 երևի թե 2 անգամ հայրիկիս հետ առողջական խնդիրների պատճառով ինքը գալիս էր, ինձ հետ վերցնում էր։ Քանի ժամ էիր հասցնում պարապել։ Տենց չեմ կարող ասեմ, ինչքան հասցնում էի, էլի կոպիտ ասած, ինքը մինչև գնում էր, տես մոտավորապես մի 2-3 ժամ։ Վահե, դու նաև արդեն երբ որ ընդունվեցիր ուսումնարան երաժշտական եւ բնակվում էիր Երևանում, որպեսզի կարողանաս դասերին հաճախել, դու նաև ֆինանսական խնդիրներ ունեիր եւ ապրում էիր քո հոր թոշակից, հա, հատկացված այդ փոքրիկ գումարով, որը կարողանում էր հայրը քեզ ուղարկել։ Դու մեր նախորդ եթերի ժամանակ ասիր, մոտավորապես դա կազմում էր շաբաթական 2000 դրամը։ Հիմա սա որպես ամփոփում, հա, ներկայացրեցինք, եւ հիմա ուզում խոսենք արդեն քո հաջողություններից, ի ուրախություն մեզ դրանք հիմա ավելի շատ են։ Մենք հիմա գտնվում ենք The Club ակումբում, որտեղից տեսել էին մեր հաղորդումը եւ արձագանքել էին քեզ աշխատանք առաջարկեցին։ Խնդրում եմ պատմիր, ինչպես ստացար այդ զանգը, ինչպես ընդունեցիր այդ լուրը։ Անցյալ ինտերվյուից հետո մոտավորապես 4 ժամ հետո ինձ զանգ արեցին, ասեցին, որ բանը որ գործ են առաջարկում ակումբում, տենց ավելի շուտ ես որ ասել եմ, որ քանի որ կուզենայի որ աշխատանքս զուգահեռ լինի իմ ոլորտին համաձայն, որ կարողանաս համատեղ ուսման հետ աշխատել։ Ինձ զանգ արեցին, շատ ուրախացա առաջին հերթին, որ հետո սկսեցի ինչ-որ վախենալ, կարող է հեռու բան, բայց պարզվեց շատ մոտ էր։ Քոլեջից ընդամենը 10 րոպե ճանապարհ։ Ես հիշում եմ այդ ժամանակ մենք նաև հեռախոսազրույց ունեցանք քո ողջավորությունը։ Միջև վերջ այսպես քո մեջ կասկած կար, արդյոք կլինի այս աշխատանքը կստացվի, որովհետև երբ որ մի բանը այսպես շատ լավ է լինում, մի տեսակ մարդու մեջ կասկած է լինում, որ դա հնարավոր չի լինի։ Եվ դու պատկերացնում էիր, որ կգտնես քեզ համար իսկապես հարմար աշխատանք։ Հավատում էիր։ Թե միջև առաջին աշխատանքային օրդ այդպես էլ կասկածներ ես ունեցել։ Ասենց ասեմ, առաջին որ պայմանավորվել ենք կոնկրետ բանի, այդ собеседованиայի համար, որ պետք է այստեղ անցկացվեր, որ բանի տնօրենի անունն էր Վահե Բալուլյան, իր հետ որ ծանոթացա բան, ինքը շատ տենց մտերիմ, ջերմ տրամադրվածությամբ հետս զրույց անցկացրեց, խոսացինք, թե ինչքան պետք է աշխատեմ, օրերից բան, շատ հարմար գրաֆիկ։ Հիմա աշխատում ես երեկոյան ժամերին, շաբաթական 3 օր 2 ժամով։ Այո։ Դասերը չեն տուժում դրանից։ Չէ, ընդհանրապես ես նորմալ հասնում եմ պարապեմ, նորմալ այնտեղ հանրակրթական ճիշտ ծրագիրեր կա, այդ ասենք, ասենց ասեմ, պրիմիտիվ ծրագիր է, ինչ հասցնում անում եմ, ինչ որ էլ չէ, այնտեղ մեկ-մեկ հետո լրացնում եմ։ Շատ լավ, Վահե, հիմա քո կյանքի որակը ինչպես է փոխվել։ Կարողանում ես արդյոք լիովին բավարարել քո կարիքները։ Լիովին կարողանում եմ բավարարել իմ կարիքները։ Սննդի հարցը առաջին հերթին լուծվեց, այդ աշխատավարձիցս ինչքան կարողանում եմ ուղարկում եմ մերոնց տուն։ Բայց դու քո աշխատավարձի կարծես թե մեծ մասն ես
ուղարկում ամենամեծ ծնողներիդ։ մասը տենց է։ Ավելի մեծ մասն ուղարկում ես ծնողներիդ։ Ամենամեծ մասը, հա։ Տենց ասենք մոտավորապես 30-40 հազար երևի մենակ սննդի վրա է ծախսվում, քանի որ բա ոչ թե ուղղակի այնքան որ սնվելով չի էլի, նորմալ պրոդուկտիվ աշխատանքի համար հարկավոր է նաև որակյալ սնունդ։ Ու դրանից էլ բացի որոշել եմ բանով ֆիզիկական նաև ինչ որ վարժություններ կատարել դրա համար ինչքան կարողանում եմ առնում եմ տես պրոդուկցիա, որի մեջ կա շատ սպիտակուց, յուղ։ Վայջան, իսկ կհիշես առաջին աշխատավարձդ, որ ստացար, ինչի վրա ծախսեցիր։ Դա այդքան էլ հեռու անցյալում չէր։ Առաջին աշխատավարձս, որ աշխատեցի, հենց բանը հավաքեցի, հենց 3 օրեր չէ, բանը 30,000 հավաքվեց ընդհանուր։ Այդ դրեցի քարտից վրա, այնտեղ արդեն ֆինանսական խնդիրը մի քիչ լուծվել էր արդեն ընտանիքում ես։ Ասեցի դե բանը որպես առաջին աշխատավարձ ես ինձ նվեր կազմակերպեմ ու ինձ այդ գանտելները առայդ ֆիզիկական վարժությունները կատարելու համար։ Իսկ կասես քո արդեն ստացած աշխատավարձի շնորհիվ միջոցով ինչ հիմնական խնդիր կարողացար լուծել կամ ինչ խնդիրներ լուծեցիր հայրական տանը։ Դե առաջին հերթին բանի հարցը լուծեցինք, կահույքի հարցը լուծեցի, ինչքան աշխատեցի այդ մասում 30-40 հազար մոտավորապես պահում եմ իմ մոտ։ Մնացածը տալիս ես ծնողների համար, հա։ Հետո մնացածը ուղարկեցի գյուղ, այնտեղ բան արանք արդեն մոյկա արանք, որ ռակովինա բան տենց։ Սանանգույցի հարցը լուծեցինք, այդ մասում որ եղբայրս։ Այսինքն կարողացել եք տանը վերանորոգման որոշակի աշխատանքներ իրականացնել։ Իսկ ամանորի համար։ Ամանորի համար, հա, տենց 100,000-ի աշխատել։ Այդ 100,000-ից երևի մի 70 թե 80,000 թե ամբողջական գումարը չկոպիտ ճիշտ ասած չեմ հիշում, բայց այսինքն ամանորը դու ես նշում այս տարի հայրական տանը ամանորը քո աշխատավարձով է նշվելու։ Առաջին աշխատավարձով, չէ՞, առաջին անգամ ես աշխատում։ Առաջին անգամը, որ ես իմ սեփական ձեռքով կարողանում եմ իմ ընտանիքի ամանորը կազմակերպել, որովհետև եղբայրս ինչքան իրանց տան ամանորներ կազմակերպում երկու երեխա հայգին պրոբլեմատիկա էլի դրա համար այս անգամ որոշեցի ես ինքս։ Ծնողներդ ինչպես ընդունեցին լուրը, որ դու արդեն աշխատանք ունես եւ ինչպես են իրենց զգում, երբ որ իրենց տղան արդեն նաեւ հաջողություններ ունի ու բացի այդ կարողանում է իրենց ֆինանսապես օգնել։ Դե բնական է ծնողները շատ ուրախացան։ Գովեստի խոսքերը ասել են քեզ։ Հա, բնական է։ Բայց բանը ամենածիծաղալու պահը նա որ հիմա նույնիսկ հեռախոսս դրածա սեղանին, որ այս ինտերվյուի համար ոչ չխանգարի բանես կոմենտում, մայրս րոպե մեկ զանգարում է դու գործի ես, գործի չես, գնացիր գործի կամ որ գործից դուրս եմ գալիս, մարտկոցս նստած լինում, հասնում եմ տուն, հեռախոսը դնում եմ բանի մետա զարյատկի վրա զանգարում եմ ասում եմ մամ արդեն տունն եմ հետո բացում եմ նայում եմ WhatsApp-ը մի 30,000 մենակ 30,000 մենակ proportion-ը ինչ որ բանը զանգարություն։ Վահաջան, ես հիշում եմ նաև որ մեր խմբագրություն զանգահարել էին մի մարդ էր զանգահարել ով ցանկություն էր հայտնել քո ամբողջական ուսման վարձը վճարել իրենց հետ եւս խոսել ես բայց քանի որ դու անվճար ես սովորում, կարծես թե հրաժարվել էիր այդ օգնությունից։ Նաև բազմաթիվ զանգեր ենք ստացել, դու այդ զանգերից եւ օգնություններից եւս հրաժարվել էիր այն պատճառով, որ հիմա արդեն ունես աշխատանք եւ կարողանում ես արդեն ամոթելի ինքնուրույն շատ էին այդ զանգերը, հա, շատ էին ասում։ Զանգերը շատ էին, չեմ կարող ոչ մի խոսք ասել, ուղղակի արդեն հարմար չէր իրոքից, որ արդեն ես կարող եմ ինձ լիարժեք ֆինանսավորապես ապահովել իմ ընտանիքը կարող եմ ապահովել ու օգնությունը ճիշտ է հաճելի է բան ես կոմենտում, բայց այդքան բան չի էլի որ ընդունելը այդ օգնությունը ճիշտ է, ասենց ասեմ, հարկավոր չի տենց ասեմ, կոպիտ ասած։ Իսկ իրենց ինչ էիր ասում էր որ դու արդեն ունես աշխատանք եւ կարողանում ես ասեցի, հա, աշխատաբանը արդեն աշխատանքում եմ, շնորհակալություն ձեր առաջարկած օգնության համար, բայց բանը հիմա ճիշտ է, հիմա կարիք չկա։ Ես հիշում եմ նաև որ մեկին էր զանգել, ով նույնիսկ հուզվել էր քեզ հետ հեռախոսով խոսելու ընթացքում։ Այո, ես էլ եմ հիշում, ուղղակի ցավոք այդ համարները գնացին տես կորան հեռախոսի մեջ այնտեղ հեռախոսս կոտրվեց, նոր հեռախոս եմ գնել։ Շատ լավ։ Վահաջան, քեզ հետ կապի էին դուրս եկել նաև մեր հաղորդումից հետո
սիրված երգչուհի Տաթև Ասատրյանը։ Այդ մասին եւս կպատմես։ Հա։ Ինձ WhatsApp-ից չեմ հիշում առաջին անգամ գրեցին, թե զանգեցին։ Տարոներ այդ մարդու անունը, որ ինքը համարվում է Տաթև Ասատրյանի խմբի ներկայացուցիչներից մեկը, տենց ասեմ, զանգեցին, հա, հիշում եմ։ Այդ վաղտը քոլեջում էի, նստած էի դասի, զանգարեցին, պրոֆեսորը կատաղեց, որ ինչի են դասի ժամանակ զանգում, բայց ասեցի կարող է ինչ-որ կարևոր զանգ գա։ Դուրս եկա, խնդրեցի ճիշտ ասած, դուրս եկա, խոսացի, որ ինձ ասեցին վարձի բանի պահով, այսինքն իրենք եւս ցանկանում էին քո ուսման վարձը փոխհատուցել։ Ես ասեցի, որ ճիշտ ասած անվճար եմ ընդունված, բայց կուզենայի ուրիշ վարձի հարցը լուծվեր, տենց մի քիչ եղա էլի խրոխտացա։ Տենց խրոխտացա, ասեցի, որ փոքր վաղտանից երազանք ունեմ նույնպես վոկալով զբաղվել, որ վատ ձայն չունեմ, բայց կուզենայի ավելի կատարելագործվել այդ ոլորտում։ Ասեցին բարի, քեզ հետ դեռ կկապնվենք, դուք սպասեցի, հետո ինձ զանգարեցին մի քանի 3-4 շաբաթ անց երևի։ Զանգարեցին, ասեցին, որ այս վերջերս որ Տաթև Ասատրյանի կոնցերտը որ տեղի էր ունեցել Համալիր բանում։ Այո։ Հա, դրա այդ կոնցերտից առաջ նա կազմակերպել էր այտենց flash mob, թե ոնց է կարելի է ավելի ճիշտ կոչել, որ տաղանդավոր երեխաների ինչ որ տեսանյութերը մեծ էկրանի վրա ցույց են տալիս։ Վայջան, դու մի անգամ քո կյանքում արդեն իսկ բարի մարդկանց օգնությունը զգացել ես, հա, երբ որ տարածվեց այդ տեսանյութը Սասունցի Դավիթ կայարանում քո դաշնամուր նվագելու, նախկին պաշտոնաթող ոստիկան, պաշտոնը չեմ նշում, որ չսխալվեմ, Մարթա Մելիքսեթյանը մի խումբ բարի մարդկանց շնորհիվ հավաքվեցին քեզ դաշնամուր, գնեցին, դու հիմա ունես քո սեփական դաշնամուրը եւ նաեւ վճարում է քո սենյակի վարձը, որտեղ դու ապրում ես, հա, որպեսզի կարողանաս Երևանից դասերի հեշտությամբ հաճախել, եւ քո կյանքում նորից եղավ մի այսպես շրջադարձային անցումային փուլ, մեր հաղորդումից հետո էլի ստացար, այս բարությունը քեզ ինչ է տալիս, հա, քո վրա ինչպես է ազդում, քո մեջ ինչ է փոխում։ Ճիշտ ասած չի սպասում, որ սենց արձագանք կլինի, որ սենց ասեմ, որովհետեւ հիմա ցավոք ներկայիս բային այս ասենց ասեմ համայնքում այդքան շատ չեն այդպիսի մարդիկ ու իրանց աջակցությունը ինձ մեծ թվեր տվեց, որ կարողանում եմ հիմա շարունակեմ իմ ուսումը, կարողանում եմ հիմա բնական նորից նրանց շնորհիվ կարողանում եմ հիմա գալ գործի, աշխատել, փող ուղարկել, տենց։ Նաև ավելի ինքնավստահ ես դարձել։ Ինքնավստահ բնական, որ որ նոր քաղաքում ես դեռ ապրում, որ չկա ոչ մի ծանոթ մարդ կոպիտ ասած, որ դու չգիտես ինչ անես, որ վախենում ես, ասում օրինակ, որ առաջին անգամ որ քոլեջից պետք է գայի տուն, այնքան էի մանտրաժի ընկել։ Ինչու՞։ Գիտեմ, որովհետև արդեն մութ էր երևի այնտեղ, ԱԳ մնացել էի բանում, քոլեջում։ Պարապեցի մինչև գիշերվա 10 երևի, բայց դասերը պրծել էին քանիսի, սպեցիորներ հայ երևի այդ օրը։ Գնացի ասա ես իմ որտեղ, այդ վաղտ պարկասում տեղ եղբայրս փողեր ուղարկեր, փողը դեռ մոտս էր։ Այդ փողով, որ գնացի ասել արդեն քաղաքի ծերը, այնտեղ մորաքույրս է զանգարում, մաման է զանգարում, երկուսն էլ շատ սրտացավ։ Մարդիկ են իմ հանդեպ։ Վահե, իսկ ուսումնարանում տեսանյութից հետո արձագանքներ եղան։ Հա, ինձ գովացին, ասեցին, վայ, ասում ես դու ես ես կոմենքո, ասում են հալալա քեզ, որ սենց բաների մեջով անցել ես, հասել ես, որ մարդկանց օրինակ ես ծառայում, որ չի կարելի հանձնվել ոչ մի դեպքում, պետք է միջև վերջ գնալ դեպի քո երազանք։ Իսկ ինչ ես կարծում, քո արդեն կարող ենք ասել հաջողության ես ուղին պատմություն ուրիշներին ոգևորող կլինի։ Ուրիշները կնայեն, կոգևորվեն, կոգեշնչվեն քո այս հաջողությամբ։ Բնական է։ Սենց ասեմ, քանի որ ես Կրիշտիանո Ռոնալդոյի ֆանատն եմ, մեծ ֆանատն եմ, սենց 8 տարեկանից իրա ու առանձնապես Ռեալ Մադրիդի մեծ ֆանատն եմ, ֆուտբոլային ակումբի։
Նրա հենց իր պատմությունը, որ իմ պատմությունից 1000 անգամ ավելի դժվար է եղել, որ վաղ Դու էլ իր տարիքում պատմությամբ ես ոգևորվել։ վաղ տարիքում կորսել է Ոգեշնչվել։ ծնողին, հազար մի դժվարությունների մեջով անցել, նույնիսկ փողոցներն արվել են, որ կարողանա ուղղակի ընտանիքը ապահովելու համար դեռ 13-14 տարեկան երեխան։ Ու նրա հայրը, որ իրան գրանցեց ֆուտբոլային ակադեմիա, տենց եւ այլն, հիմա արդեն գիտենք, թե ինքը ինչ մեծ անուն է այս աշխարհում, ոչ միայն ֆուտբոլում, այլ հիմնականում մարդկանց համար։ Մի քանի ժամից արդեն 2025-ը կավարտվի եւ 2026 թվականը կսկսվի նոր տարին, հա, կտոնենք եւ դու ծնողներիդ հետ ես նշելու Բնական այս տարի ավելի մեծ ոգևորությամբ, որովհետեւ արդեն նորովի ես դու ներկայանում քո կարողությունները, քո հնարավորությունները, քո օգնությունը ծնողներիդ 2026-ի համար ինչ նպատակներ եւ ինչ ծրագրեր ունես։ Դե առաջին հերթին ուզում եմ էլի նույնպես շարունակեմ կատարելագործվել բանի երաժշտական ոլորտում, թե դաշնամուրի, թե վոկալի։ Առաջին հերթին ուզում եմ, որ ծնողներս ներկայանան արդեն իրանք իմ կոնցերտին, որ մենահամերգա շուտով լինելու։ Այս մենահամերգը անցկացվելու է հենց այս ռեստորանում, որ պարոն Վահե Բալոլյանը ասեց, որ շուտով լինելու է sense նախագիծ, թե ծրագիր, որ հայկական ինչ-որ ստեղծագործություններ են անում լինելու ու մենահամերգա կատարվելու իմ ծնողներիդ հրավիրելու ես։ Այո, բնական է։ Այսա ծնողներս արդեն մայրիկս պարկասը արդեն լիովին առողջ է։ Հայրիկս դու նաև բուժման ծախսեր ես ինչ որ չափով հոգացել։ Հա, բնական, հա։ Այնտեղ մայրիկիս դեղերը, հայրիկիս դեղերը, տենց ինչ որ կարողացել եմ։ Քանի ամիս է արդեն աշխատում ես։ Իշն ասած արդեն օրեր չեմ էլ հաշվում ուղղակի։ Բայց այս կարճ ժամանակահատվածում կարողացել ես իսկապես մեծ խնդիրներ լուծել։ Եվ միակ ճոխությունը, որ քեզ թույլ ես տվել, եթե կարելի է դա ճոխություն համարել, այդ այո։ Շատ լավ, Այջան, շնորհակալ եմ։ Ես վստահ եմ, որ դու դեռ ավելի մեծ հաջողություններ ես ունենալու, ավելի մեծ բեմերում ես ելույթ ունենալու, մեզ չմոռանաս այդ ժամանակը։ Շատ շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Որ նորից կիսվեցիր, քեզ էլ ավելի մեծ հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք այն երիտասարդի հետ, ով ընդունելության քննություններին պատրաստվելու համար Արագածավան գյուղից 2 ժամ գնացքով գալիս հասնում էր կայարան, պարապում էր այնտեղ տեղադրված դաշնամուրի վրա եւ հետ վերադառնում գյուղ։ Դուք եւս կարող եք մեր հաղորդման մեկնաբանությունների դաշտում կիսվել ձեր պատմությամբ։ Մենք պատրաստ ենք այն եւս ներկայացնել։ Նախագծի գործընկերն է Ձերժավա ընկերությունը։ Բազմաթիվ մարդիկ դիտելով այս հաղորդումները անհատապես օգնում են մեր հերոսներին։